Բարելույս սիրելիներս, այսօր ձեզ հետ միասին ուզում եմ պատրաստեմ կարմիր պղպեղ, պետք է մարինացնենք, նախ ասեմ, որ լվացել եմ, մաքրել եմ, կորիզները հեռացրել եմ, թողնենք մի փոքր ջուրը քաշվի և կսկսենք պատրաստել։ Պատրաստելու համար սիրելիներս մեզ պետք է ձեթ, քացախ 6%-անոց կամ 9%-անոց, եթե քացախ չունեք, կարող եք ուքսուս 70%-անոց ուքսուս օգտագործել, պետք է աղ, կլոր պղպեղ, դափնու տերև, կանաչի և սխտոր։ Կանաչի և սխտորը աչքաչափով, եթե շատ եք սիրում շատ, եթե քիչ, քիչ։ Ժողովուրդ ջան, արդեն սկսենք պատրաստել։ Հիմա թավայի մեջ լցնում եմ դափնու տերևը, կլոր պղպեղ մի քանի հատ, 6-7 հատ, ավելացնում եմ 3 ճաշիկ թալ քացախ, 6%-անոց կամ 9%-անոց, իմ մոտ 6%-անոց է։ Ավելացնում եմ նաև կես բաժակ ջուր, ավելացնում եմ ևս մի բաժակ բոսայող։ Սիրելիներս, կան մարդիկ, որ պղպեղը պատրաստելու ժամանակ նաև ավելացնում են շաքարավազ, սակայն դա ես երբեք չեմ ավելացնում, չեմ փորձած, չնայած դա էլ է տարբերակ, ասում են, որ լավ է ստացվում։ Հիմա պղպեղները շարեմ թավայի մեջ, գազի տակը այրեմ, որպեսզի պատրաստվի։ Հետո ցույց կտամ պատրաստի վիճակում։ Ժողովուրդ ջան, տեսեք, արդեն պատրաստ է, հիմա պետք է հանել, չպետք է թողնենք, որ շատ եփի, որովհետև դեռ պետք է ստերիլիզացնենք։ Այսպես հանելուց հետո վրան կանաչի կանենք և սխտոր։ Դուք սա կարող եք անել ինչպես ցանկանում եք և ինչքան ցանկանում եք։ Յուրաքանչյուր այս հանած շերտին պետք է մի թեթև աղ անենք, այսպես, նաև աղ ենք անելու, երբ շարենք բանկաների մեջ։ Սիրելիներս, մեր պղպեղի մարինադը արդեն պատրաստ է, ուղղակի դեռ տաք է, սպասեմ մի փոքր հովանա, հետո կլցնեմ բանկաների մեջ և կստերիլիզացնեմ։ Սիրելիներս, արդեն հովացել է, լցնենք տարայի մեջ, այսպես գեղեցիկ տեղավորենք, մի փոքր աղ եմ անում, սխտոր,
մի փոքր կանաչի ու այսպես դասավորում եմ մինչև վերջ։ Կդասավորեմ, կվերջացնեմ և ցույց կտամ ձեզ վերջնական տեսքը, ինչպես եմ դասավորել։ Ժողովուրդ ջան, 2 կիլոգրամը բավարարեց 3-1 լիտրանոց բանկայի համար։ Հիմա այստեղ ինչ որ մնացել է թավայի մեջ, այս հյութը, ավելացնում եմ այս 3 բանկաներին, հավասարաչափ, և դնելու եմ ստերիլիզացիայի։ Երբ սկսի եռալ, ընդամենը 30 րոպե կստերիլիզանա և կփակենք, շատ չենք ստերիլիզացնի, որովհետև կփափկի։ Սիրելիներս արդեն եռում է, մնացել է 10 րոպե, կեռա, կվերջացնի և կփակեմ։ Ժողովուրդ ջան, արդեն փակել եմ կարմիր պղպեղը, շատ լավ է ստացվել, դուք էլ պատրաստեք անպայման իմ տարբերակով և խնդրում եմ գրեք կոմենտներում ինչպես է ստացվել։ Դե ինչ ասեմ, առողջ եղեք և երջանիկ։